Արհեստական բանականությունն ընդդեմ ԱԹՍ-ների, Rapid Destroyer համակարգը ոչնչացնում է դրոնների էլեկտրոնիկան։ Թելիս միջազգային արդյունաբերական խմբի վերջին Rapid Destroyer էլեկտրամագնիսական ոչնչացման համակարգը ըստ պաշտոնական հաղորդագրությունների հաջողությամբ ոչնչացրել է 80 անօդաչուներից բաղկացած խումբ, օգտագործելով բարձր հզորության միկրոալիքային իմպուլսներ։ Արհեստական բանականությունը թույլ է տվել համակարգին այրել անօդաչու թռչող սարքերի բազային բաղադրիչները, չթողնելով մարտադաշտ վերադառնալու ոչ մի հնարավորություն։ Մեծ Բրիտանիայում վերջերս անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ ուղղորդվող էներգիայի զենքերը հուսալիորեն են գործում։ Թելիս պաշտպանական կորպորացիան հայտնել է Վուսթերշիրի Պերշոր հրաձգարանում ապրիլյան փորձարկումների ավարտի մասին։ Հիմնական եզրակացությունն այն է, որ օդային թիրախները կարող են հուսալիորեն խոցել առանց հակաօդային հրթիռների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու։ Այսօր արդեն ռազմական բյուջեներն ավելի ու ավելի են ընդլայնվում բարձր հզորության միկրոալիքային զենքեր ձեռք բերելու համար։ Եվ սա տրամաբանական արձագանք է զանգվածային օդային հարվածների սպառնալիքին։ Հավանդական հոբ հարվածները ճշգրիտ են եւ բավականին թանկ, մինչդեռ էլեկտրամագնիսական թնդանոթները ծածկում են ոլորտի բոլոր բացերը, իսկ հրթիռի խափանման արժեքը նվազում է հավասարվելով սպառված էլեկտրաէներգիայի արժեքին։ Rapid Destroyer-ը ռադիոհաճախականությամբ ուղղված էներգետիկ զենք է։ Սովորական էլեկտրոնային պատերազմի համակարգերը խափանում են ազդանշանները կամ խաթարում նավիգացիան։ Rapid Destroyer-ը հարվածում է այլ կերպ։ Համակարգը ստեղծում է հսկայական էլեկտրամագնիսական իմպուլս, որը կրիտիկական հոսանքներ է առաջացնում անօդաչու թռչող սարքի չպաշտպանված էլեկտրոնիկայում։ Միկրոչիպերը, թռիչքի կարգավորիչները եւ էլեկտրոնային արագության կարգավորիչներն այրվում են վայրկյանների ընթացքում։ Դրոնները վնասվում են եւ այլևս չեն վերականգնվում։ Մշակողները վստահեցնում են, որ անհնար է նման սարքավորումները վերանորոգել դաշտային պայմաններում կամ վերադարձնել դրանք բազա։ Rapid Destroyer-ի նոր տարբերակի հիմնական տեխնոլոգիական առաջընթացը թարմացված 4 վահանակից բաղկացած ակտիվ փուլային վանդակացանցն է։ Այս կառուցվածքը կենտրոնացնում է էներգիան նեղ, բարձր կենտրոնացված ճառագայթի մեջ։ Նպատակակետի 1 քառակուսի մետրի էներգիայի խտությունը բազմակի աճում է, որքան խիտ է ճառագայթը, այնքան համակարգն ավելի հեռու է հարվածում։ Արդիականացված այս զինատեսակն այժմ թափանցում է կիսահաղորդիչների միջով շատ ավելի մեծ հեռավորության վրա, քան նախնական տարբերակները։ Փորձարկման վայրում գրանցված հեռաչափությունը հաստատում է, որ թիրախային իմպուլսն անմիջապես եւ անդառնալիորեն ոչնչացնում, իսկ ավելի կոնկրետ այրում է անօդաչուների էլեկտրոնիկան։ Թելիսն ընդգծում է, որ նմանօրինակ ֆիզիկական ոչնչացումը բացառում է կրկնակի հարձակման ռիսկը։ Rapid Destroyer-ն արդեն իսկ ինտեգրված է Թելիսի միասնական օդային եւ հրթիռային պաշտպանության հրամանատարության եւ կառավարման համակարգում։ Այստեղ արհեստական բանականությունը կրակ արձակելու համար անհրաժեշտ չէ։ Ալգորիթմները մշակում են ռադարներից եւ օպտիկայից ստացված տվյալները, ավտոմատ կերպով ճանաչում են թիրախները եւ դասակարգում դրանք ըստ առաջնահերթության։ Նեյրոնային ցանցերը կատարում են ամբողջ աշխատանքը։ Դրանք զտում են սպառնալիքները եւ ստեղծում են վնասազերծման կատարյալ հաջորդականություն։ Այնուամենայնիվ, մարդը դեռ սեղմում է կրակի կոճակը, ինչը մարդողակում խիստ ռազմական հայեցակարգի հիմնական պահանջն է։ Թելիսի վերլուծաբանները վստահեցնում են ինտելեկտուալ վերլուծության եւ հզոր միկրոալիքային ճառագայթման համադրությունն ամենահուսալի եւ ծախսարդյունավետ պատասխանն է էժան FPV անօդաչու թռչող սարքերի եւ թափառող զինամթերքի տեղակայման մարտավարությանը։ Եվ քանի որ ավանդական զենիթային հրթիռներն արագորեն սպառում են պաշարներն ու բյուջեները, Rapid Destroyer-ի նման համակարգերը կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության գործում դառնում են անփոխարինելի ու պարտադիր բաղադրիչ։ Այս ամենը հնարավոր է դարձել կիսահաղորդիչների ոլորտում գրանցված տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ։ Ժամանակակից համակարգերը կառուցված են ոչ թե մագնետրոնային խողովակների, այլ կիսահաղորդչային նոր սերնդի բյուրեղային նյութի գալիումի նիտրիդի վրա հիմնված պինդ վիճակում գտնվող աղբյուրների վրա։ Դրանք ավելի կոմպակտ են, ավելի հուսալի եւ կարող են վայրկյանում հազարավոր երկար իմպուլսներ արձակել կառավարվող փուլային ցանցի միջոցով։ Հարձակումն ուղղված է ոչ թե անօդաչու թռչող սարքի կորպուսին, այլ նրա էլեկտրոնիկային։ Ռադիոհաճախականության էներգիան թափանցում է ալեհավաքների եւ մալուխների միջով, շղթաներում առաջացնելով ավերիչ լարման ալիքներ։ Ի տարբերություն լազերի, որը միաժամանակ հարված է հասցնում մեկ կոնկրետ թիրախի, միկրոալիքային ճառագայթը ծածկում է հարվածային մի ամբողջ գոտի։ Սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է տասնյակ կամ հարյուրավոր էժանագին դրոնների խմբերը ոչնչացնելու համար։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիան նաև էական սահմանափակումներ ունի։ Համակարգը պահանջում է զգալի հզորություն եւ սառեցում, զգայուն է եղանակի նկատմամբ, չի թափանցում պաշտպանված էլեկտրոնիկայի մեջ եւ վատ է գործում օպտիկամանրաթելային կառավարվող անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք արդեն լայնորեն օգտագործվում են ռազմական գոտիներում։ Հարկ է նշել նաև, որ մարտավարական գոտում գործող միկրոալիքային ճառագայթումը վտանգի է ենթարկում նաև իր սեփական, այդ թվում քաղաքացիական նշանակության էլեկտրոնիկան։
Ինքնաթիռների ազդանշանները, բջջային կապը, կենցաղային տեխնիկան եւ բժշկական սարքավորումները կարող են խանգարվել կամ վնասվել։ Սա դուրս է գալիս ռազմական կոնֆլիկտի շրջանակից, հատելով մարդասիրական իրավունքի սահմանները։ Ժնևի կոնվենցիաները պահանջում են ռազմական եւ քաղաքացիական թիրախների տարանջատում, իսկ միջազգային իրավունքը դեռևս չունի ուղղորդված էներգիայի առանձին վերահսկողության ռեժիմ, ի տարբերություն կուրացնող լազերների։ Դրանք մասնագիտացված օպտիկական սարքեր կամ հզոր լազերային ցուցիչներ են, որոնք ճառագայթ են արձակում տեսողությունը ժամանակավորապես ճնշելու համար։ Այս տեխնոլոգիայի հիմնական նպատակը մարդկանց ապակողնորոշելն է կամ օպտիկական էլեկտրոնային սենսորների աշխատանքը խաթարելը։